Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 17-ի համար, այդ օրը շատ կարևոր օր է բոլորիս համար, խավարում է տեղի ունենալու, այսպես քարտերը պետք է լինեն, ոչ թե դա, խավարում է տեղի ունենալու այսօր, այնպես որ շատերի կյանքն է փոխվելու, ոչ թե շատերի, այլ բոլորի կյանքն է փոխվելու, ոմանց կյանք վերադառնալու են 18 տարի առաջվա այն պրոցեսները, որոնք որ կատարվում են, այս մասին տեսանյութը կարող եք նայել աստղաբանության ալիքում, ճիշտ է Սատուրնի վերաբերյալ է այնտեղ դեռ կատարվում կանխատեսումները, բայց նաև ուշադիր եղեք, կարող է նաև լուսնային ալիքում տեղադրեմ, սկզբում մեկը, հետո նորը արդեն աստղաբանության ալիքում ևս մեկը կտեղադրեմ։ Իրենք նույնն են նշանակություններով, այսինքն նույն տներն են, բայց ինչ-որ չափով նշանակությունները մի փոքր նաև կփոխեմ։ Այնպես որ կարող եք նայել սկզբում լուսնային ալիքում, որովհետև այնտեղ դեռ չեմ ավարտել։ Մեկ օր, երկու օր զբաղված եղա, չկարողացա տեսանյութեր անել, նույնն էլ դրան է վերաբերվում։ Այսքանը եւ խավարումներից ոչ թե պետք է վախենալ, այլ պետք է հասկանալ, որ ինչ էլ որ ուզում է լինի, ձեր կյանքում փոփոխությունը լինում է ձեր իսկ շահով եւ թե ինչպես եք մինչեւ այս ապրել ընդհանրապես։ Դրանից էլ բխում է, թե ինչ փոփոխություններ են մտնելու ձեր կյանք։ Ինչ-որ մարդկանց կյանքից ինչ-որ բաներ են հեռանում այս ժամանակահատվածում նորին տեղ բացելու համար։ Ոմանք կարող են աշխատանքից ազատվել կամ այս օրվանից հետո սկսվում է խավարման միջանցքը եւ ինչ-որ գործեր, որոնք ցանկանում եք անել երկարաժամկետ, ապա սկսեք, Սատուրնն էլ է մտել, փոխել է նշանը, ճիշտ է ինքը վաղուց է փոխել, բայց հիմա էլ եւս էլի փոխել է նշանը, այնպես որ վերջնական է մտնում խոյ նշան, դրա համար լավ կլինի, որ այս երկու ժամանակահատվածը պլյուս ամսի 20-ը, որ ես խոսել եմ Սատուրնի եւ Նեպտունի միացման մասին, այդ տեսանյութը եւս կարող եք նայել, ես առանձնացնեմ նաեւ բոլոր կենդանակերպի նշաններին առանձին կտեղադրեմ, որպեսզի դուք միայն ձերը լսեք, դա եւս շատ կարեւոր փուլ է, որովհետեւ դա դարեր առաջ է եղել այդ նման միացումը, այնպես որ այս 3 օրերը, 3 օր անց, 14, 17 եւ 20 մեզ համար բավականին շատ ճակատագրական փոփոխություններ են։ Այսքանը նաև կխոսեմ վեդեական աստղաբանությամբ։ Ես ձեզ կասեմ ինչպես գտնեք, ես ձեզ մեկ անգամ ասել եմ ինչպես գտնեք, ես ձեզ ցույց կտամ ինչպես գտնեք եւ եթե ժամն էլ չգիտեք, մոտավորապես այնտեղ կարող եք գրել, որ չգիտեք, ինչ որ չափով ձեզ այնտեղ տվյալներ կբացվի եւ այդ տվյալներով կարող եք նայել։ Այսքանը տեղեկության համար, իսկ հիմա անցնենք կանխատեսմանը, տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այդ օրը։ Չնայած որ դա խավարումը հենց ոչ թե հենց նույն օրն է տևում, ազդեցությունը, այլ հետո ենք զգում։ Ահա, գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 17-ին։ Հարգելի խոյեր, մի փոքր էկրանը իջացրեցի, որ ամբողջը երևա, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ մոտ ուշանալու, մոտավորապես 1.5 ամիս, որ ինչ-որ բանի պետք է սպասեք,
Նաև օրվա ընթացքում նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մեկի հետ կամ ինչ-որ փաստաթղթեր եք ձևակերպում, ստորագրում, որը շատ ճակատագրական կլինի ձեզ համար։ Եվ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 17-ին։ Ովքեր որ նայում են, երբ որ ընկնում է առաջին այդ քարտը, ապա քարտերը այդքան էլ չեն ուզում խոսել, պետք է ևս խառնել։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 17-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնելու, ոչ է հնարավորություն է։ Նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, որևիցե կնոջից երկար սպասված տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է, փաստաթուղթ է, ինչ-որ մի բան է, որին երկար եք սպասել, այդ կինը կամ կտեղեկացնի կամ կտա։ Կարիերայում այստեղ մի փոքր աճ է նկատվում, հա, ինչ-որ կարող է պատվերներ եք ունենում կամ առաջադրանք են ձեզ նոր տալիս։ Եվ այստեղ ոչ տղամարդու կամ դուք եք գումար տալիս կամ ինքն է ձեզ գումար տալու, ինչ-որ վճար կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին փետրվարի 17-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք ձեզ ամուսության առաջարկ կանեն, կամ դուք կանեք ամուսության առաջարկ հրավեր հարսանիքի, պատրաստվում եք հարսանեկան տարողությանը։ Նաև այստեղ անսպասելի լուր է, սա հանկարծակի լուր է, երկուսն էլ նույն բանն են ասում, մեկը ոնց որ փուչիկի նման կպայթի, դա ձեզ համար շատ անսպասելի էր։ Նաև ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չմոլորեցնեն, որովհետև այստեղ կողքը նաև օձերը կան, հնարավոր է նաև իրենք են մոլորեցնում ձեզ, հնարավոր է նաև աշխատանքի հետ է կապված, այստեղ շատ ուշադիր եղեք։ Ոմանք այդ օրը կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք են ինչ-որ մի բան իմանան աշխատանքի հետ կապված, ոմանք կարող է մոլորեցնում են ձեզ, ինչ-որ բաներ են խոստանում ձեզ աշխատանքի հետ կապված, բայց նման բան չկա։ Ոմանք կարող են հանդիպել պետական աշխատողի, խոսեն իրենց հետ, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի օրվա ընթացքում, բայց այստեղ ինչ-որ կտրուկ, ինչ-որ դուք եք ինչ-որ քայլանում կամ անսպասելիություն մի բան է տեղի ունենում, որից հետո ձեր ընտանիքի անդամների հետ վիճում եք կամ ձեր սիրելիի հետ եք վիճում։ Կամ դուք եք անսպասելի ինչ-որ մի բան հորինում, սկսում եք վիճել, ոնց որ պատկերացում եք, որ այդպես է, եւ վիճում եք, կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որ հետո սկսում եք վիճել իրենց հետ։ Եվ օրվա վերջ սկսում եք տատանվել, ծանրութեթև անել, կամ ինչպես հաշտվել, կամ ինչպես ներողություն խնդրել, կամ ինչ-որ մի բան է, որ ձեզ տանջում է եւ երեկոյան քնելուց առաջ դեռ այդպես ծանրութեթև կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օր առավոտյան սպասման մեջ եք լինելու, ինչ-որ բանի եք սպասում, ինչ-որ մեկին եք սպասում եւ կստանաք երկար սպասված տեղեկատվություն, գուցե դրան եք սպասում։ Երկար սպասված տեղեկատվություն, նամակ, գուցե փաթեթ է, ինչ-որ մեկ այլ հարց է, տեղեկատվություն է։ Եվ այլ այստեղ ես ուրիշ ոչինչ չեմ տեսնում։ Միայն այդ երկուսն է։ Լավ կլիներ երրորդն է լիներ, բայց կարծես թե չկա։ Չկա, այսքանն է։ Ոնց որ ինչին որ սպասում եք, ոնց որ նա կստանաք, կգայի վերջում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 17-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը խոչընդոտներ ունեք, բայց այստեղ կզարգանան, որովհետև զարգացումը հետո է գալիս։ Այսինքն հույսով եք, որ դուք կկարողանաք այդ ամենը անել, խոչընդոտներից ազատվել եւ կարողանում եք ազատվել, որովհետև հետո գալիս է զարգացումը, առաջ խաղացումը։ Թե հիմա որ ոլորտում է այդ խնդիրը, դա չեմ կարող ասել, միգուցե հարաբերություններն են, միգուցե ինչ որ մի բան է։ Եվ օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, շատ կմտածեք, ինչ որ բաներ կամ ինչ որ մեկի մասին կարող նաև մտածել։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տարեց անձնավորություն է, կարող եք իրար հետ սեղանի շուրջ նստել, միգուցե գործնական եք խոսում, միգուցե սիրային թեմայի է։ Եվ դրանից հետո նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Ինչ որ կին է, որ կամ ձեզ այդքան էլ չի սիրում, կամ ինչ որ մեկն է, որ այդքան էլ լավը չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 17-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը առավոտյան հույսով լցված եք, հույսով արթնանում եք, գուցե ինչ-որ մի բան աշխատանքի հետ է կապված, այստեղ եթե աշխատանքի հետ կապված ինչ-որ բան եք սպասում, դա կարող է մի փոքր ուշանալ, մոտավորապես 1 ամիս, գուցե եւ ավել, եթե մտածում եք այստեղ հույսն եք, որ աշխատանքը դեռ կձգձգվի 1 ամիս, այո, դեռ կձգձգվի այստեղ 1 ամիս, գուցե նաեւ տեղափոխվում է, հանդիպումը պետական աշխատողի հետ, ինչ-որ մի բան կարող է։ 1 ամիս դեռ պետք է սպասեք, օրինակ բիզնեսը զարգանալու համար։ Օրվա մեջ մտքերով կլինեք, կմտածեք ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին, եւ օրվա վերջ խոչընդոտներ կան, ինչ-որ բան անելու հետ կապված։ Այն դեպս լարված օր է այդ օրը, այսպես թե այնպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 17-ին։
Հարգելի կշերքներ, այդ օրը տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է տեղափոխվում եք, ինչ որ մի բան եք անում, տուն եք մաքրում, եւ օրվա մեջ է ստեղ գամ, կարծես ուզում եք գնալ կամ բժշկական կենտրոն կամ հիվանդանոց, բայց փակ է, ձեզ չեն թողնում ներս մտնել, ելք եք փնտրում, միգուցե ժամն է ուշ, միգուցե ինչ որ մի բան է, գնում եք հիվանդատես կամ ինչ որ մի բան եք ուզում անել, այնտեղ չեն ընդունում, չի լինում անել։ Եվ ձեզ կարող են այստեղ մոլորեցնել, հա գնա, այսպես կլինի, այնպես, հա ինչ որ պահեր են այստեղ, նաև ձեզ այդպես կարող են համոզել, փափուկ բար դնել ձեր գլխի տակ։ Ում պետք է, եթե գնալու եք մի փոքր շուտ գնացեք, որովհետև հետո արդեն անհնայն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 17-ին։ Սա անկավ, ովքեր որ նայում են, պետք է հիմա դադար տան, որովհետև առաջինը դա է ընկել։ Նշանակում է, որ քարտերը չեն ուզում պատասխանել, մի տեսակ խավարում է երևի, պետք է ուրիշ քարտեր վերցնեի։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 17-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը վայցան նամակ կստանաք տեղի կատվություն, հնարավոր է փաստաթուղթ է կամ ստորագրում եք վայցա փաստաթուղթ, ինչ որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք եւ օցեր կան, հնարավոր պետք է երևի եթե սիրային նամակագրություն է կամ կարևոր փաստաթուղթ է ձեզ համար, դեռևս մի ասեք, որովհետեւ օցեր կան, նախանձում են, չար մարդիկ են, միգուցե կամ այդ փաստաթուղթը մինչեւ վերցնում եք հոգիներդ գնում են, որ չար մարդիկ են։ Եվ օրվա վերջ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 17-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը առավոտյան հեռախոսազանգ կունենաք։ Նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ինչ-որ մի բանի հետ կապված, հղիության, ծննդաբերության, նույնպես, և սպասման մեջ եք լինելու, ինչ-որ բանի եք սպասելու, ինչ-որ մեկին եք սպասելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, կարող նաև այդ հեռախոսազանգը մասնագետի հետ ունենալ, և այստեղ աշխատանքի հետ կապված ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, կամ այդ աշխատանքը ժամերը չէր համապատասխանում, ինչ-որ մի բան է այստեղ, որ այդ աշխատանքը չեք կարողանում անել, կամ պետական աշխատողի հետ հանդիպման այդ հնարավորությունն եք բաց թողնում, բիզնեսը առաջ տանելու և այլն, այն ինչ որ անում եք, ինչ որ հնարավորություն է, որ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք։ Դե թե ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 17-ին։ Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը օձեր կան, երկերեսանի մարդիկ կան, բոլորը հավաքվել են ձեր շուրջ։ Առավոտը օձեր կան, որոնց վրա կարող եք գորգռալ, նարվայնացնեն և սկսեք գորգռալ։ Օրվա ընթացքում հույսով եք, հույսով լցված եք, նաև կարող եք գնալ խոսել ձեր տնօրենի հետ, կամ որևէ տղամարդու, որ մի փոքր տարիքով է, կարող եք իրեն պատմել, հանդիպել իր հետ, շփվել, նաև կարող եք հուզվել, արտասվել, կամ իրեն խոսելուց հետո եք հուզվում, կամ մինչև խոսելն եք հուզվում։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ովքեր որ ձեր գլխի տակ փակ-փուկ բարձ կդնեն, նավրը մոլորեցնում են, թե աշխատանքի հետ կապված, թե ինչ-որ մի բանի, միգուցե սա ստորագրի և այլն, և պետք է զգույշ լինել։ Կամ երկերեսանիների կամ իրենց մասին ինչ-որ մի բան այդպես փուչիկի նման կպայթի, կամ իրենք են այդպես ձեզ համար ոչ մի բան այդպես փուչիկի նման պայթացնելու։ Նոր երեկոյան արդեն ամեն ինչ խաղաղվի, նորմալանա, ձեր սիրելիների մոտ կլինեք, իրենց շրջապատում կլինեք, կհանգստանաք, նյարդերը կհանգստանա, ամեն ինչը կարգին կլինի։ Երեկոյան նաև կարող եք սիրո խոստովանություն ստանալ, անել սիրո խոստովանություն, այդպես ժամադրության գնալ և ամեն ինչ ոնց որ անցնի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 17-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք, այստեղ այս տղամարդուն եք սպասում, ամենայն դեպս, հույսով լցված եք կամ հույս նետել եք ինչ-որ մեկի վրա։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց տղամարդու հետ, կարող է դա պաշտոնավոր անձնավորություն է, եւ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, շատ լավ լուր։ Այսքանը ձեզ համար եւ առավոտյան հանկարծակի լուր ունենք եւ օրվա ընթացքում նույնպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 17-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ որ տխրում եք, որովհետև ինչ որ բան է կանգնած, ինչ որ բան է դանդաղում, չի գնում առաջ, դա ձեզ տխրեցնում է։ Տրամադրությունը գցում է, դա մտքերի մեջ կլինեք։ Կամ ինչ որ բանի եք սպասում, այդպես դեռ չկա, դրա համար եք տխրում։ Եվ էլի մտքերի մեջ կլինեք, կմտածեք այդ ինչ որ բանի մասին, ինչ որ մեկի մասին։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, այդ օրը կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Օրվա վերջ արդեն ուրախ եք, տրամադրությունը բարձրանում է, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք ոչ տեղեկատվություն կստանան աշխատանքի հետ կապված, նամակագրական կապ հաճախորդների հետ, նաեւ պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, այնտեղ փաստաթուղթ տալ, փաստաթուղթ վերցնել։ Բիզնեսը նույնպես կողմ բիզնես եք որոշում բացել, գնում եք այդ փաստաթղթերի հետ կապված հարցերն եք լուծում։ Այսքանը ձեզ համար, եթե աշխատանք եք փնտրում, գնացեք, հավանականությունը շատ մեծ է, որ կընդունեն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։